Հայաստանի կենտրոնական բանկը հայ մեծ բարերարներին նվիրված հուշադրամների իր շարքը շարունակել է Հայաստանի ազգային հերոս, հայկական բարեգործական ընդհանուր միության երկարամյա նախագահ Ալեք Մանուկյանին նվիրված հոբելյանական ոսկե հուշադրամով, որը թողարկվել է մեծ բարերարի 125-ամյակի կապակցությամբ։ Նոր հուշադրամը գրեթե 10 տարի առաջ 2017-ից սկսված այս շարքում 4-րդն է եւ ամբողջացնում է ազգային մեքենասների առաջատարների ցանկը։ Այս շարքում կենտրոնական բանկը վերջին տարիներին արդեն թողարկել է Ալեքսանդր Մանթաշյանին, Գալուստ Գյուլբենկյանին եւ Ջերարդ Քաֆեզջյանին նվիրված հուշադրամները, մեր ազգային բարոյական արժեհամակարգում հետեւողականորեն շեշտելով բարեսիրության կարեւորությունը։ Մեր անվանի անհատների շարքում ունենք այս բարերարների ենթաշարքը։ Բնականաբար բարերարությունը, բարեգործությունը նույնպես դա արժեք է եւ մենք հպարտ ենք, որ մենք ունենք մեր ազգային բարերարները, որոնք ճանաչելի են յուրաքանչյուր հայ մարդու համար, բոլոր այդ ում նվիրված որ թողարկել ենք, բոլորն էլ հայտնի են, նույնիսկ դպրոցական տարիքից բոլորը ճանաչում են։ Եվ այս թողարկումով մենք նշում ենք, որ չենք մոռանում մեր բարերարներին, շարունակում ենք մեծարել իրենց գործերը եւ իրենց գործերն էլ նաև այդ թվում մեր թողարկումով անմահանում են։ 1930-ից իր անունը հայկական բարեգործական ընդհանուր միության հետ կապած, իսկ 1942-ից տիկնոջ Մարի Մանուկյանի հետ Ալեք եւ Մարի Մանուկյան հիմնադրամը հիմնած բարերարը տարիներ շարունակ ահռելի գումարներ է նվիրաբերել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքի հայաշատ գաղութներում ազգանվեր ծրագրերի իրականացմանը, չշրջանցելով աջակցության կարիք ունեցող որևէ ոլորտ, հովանավորելով թե եկեղեցուն, թե կրթօջախներին եւ թե մշակութային կենտրոններին։ Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում, անվանական արժեքը 10,000 դրամ է, վաճառքի գինը 546,000 դրամ։ Կենտրոնական բանկի գեղարվեստական կոմիտեի համապատասխան որոշումով որոշվել է, որ այս շարքի հուշադրամների դիմերեսը նույնն է բոլոր հուշադրամների վրա, որտեղ պատկերված է հայ բարերարի կերպարը մարմնավորող հուշարձանի պատկերը, այդ բարերարների ճեմուղու այդ համալիրում տեղադրված, միայն տարեթվով են տարբերվում այդ 4 հուշադրամների դիմերեսները, իսկ դարձերեսը արդեն բնականաբար նվիրված ամեն հուշադրամը տվյալ անձին նվիրված իր դիմանկարով։ Տարեսկզբից կենտրոնական բանկը հայ երևելիների հոբելյանական շարքը շարունակել է նաև Մխիթար Սեբաստացու 350 եւ Հրաչյա Աճարյանի 150-ամյակներին նվիրված արծաթե հուշադրամների թողարկումով։ Մինչև տարեվերջ կթողարկվի նաև ազգային գեղանկարչության մեծ վարպետի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը։ Հատուկ հուշադրամի թողարկումով կնշվի նաև Հայաստանի Հանրապետության 35-ամյակը։ Այս տարի կենտրոնական բանկը կսկսի նաև միջազգային ընդգրկում ունեցող մի ծրագիր, համաշխարհային մշակութային ժառանգության եզակի հուշարձանի կարգավիճակ ունեցող պատմական դռների պատկերով հուշադրամների շարքում առաջինը կթողարկվի Սևանավանքի պատմական դռան հուշադրամը, ապա Փարիզի Աստվածամոր տաճարի գլխավոր մուտքի դռան պատկերը եւ Իրանի Իմամ Ռեզա սրբավայրի դուռը։ Իսկ Ալեք Մանուկյանի հոբելյանական ոսկե հուշադրամի շրջանառության առաջին իսկ օրվա ընթացքում 10-ից ավելի հուշադրամ է վաճառվել։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։